Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս, հրավիրում ինձ հետ իրիս տորտ թխելու կամ իրիսկա։ Եվ այսպես ամեն ինչ շատ հեշտ է, արագ ու պարզ, հատկապես երբ ամեն ինչ գիտեք այս մասին։ Իսկ ես ամեն ինչ ներկայացնելու եմ, դիտեք մինչև վերջ։ Սկզբում լավ հարում ենք ձուն եւ շաքարավազը, մինչև փրփրուն թեթև զանգված ստացվի։ Ահա այսպիսի թեթև ճերմակ զանգված ենք ստանում։ Ես հարեցի մոտ 4 րոպե։ Շաքարն ամբողջությամբ չի հալվելու, կարող է մատների արանքով մի փոքր աննշան զգացվել։ Նաև մեղրն ենք ավելացնում, ես նախապես մի քիչ տաքացրել եմ, որ թուլանա ու ճիշտ քանակությամբ լցնեմ, չսխալվեմ։ Ավելացնում եմ նաև քացախը, իմ դեպքում խնձորի 6%-անոց քացախ է։ Բաղադրատոմսը մանրամասն բոլոր բաղադրիչներով անպայման կգտնեք տեսանյութի ներքևում։ Իսկ վերջում ալյուրի հետ կավելացնենք բոլոր 4 բաղադրիչները։ Եթե նկատեցիք, այստեղ որևէ ճարպ չի ավելացվում, փոխարենը գլյուկոզան բավական բարձր է։ Սա հենց այնպես չի արվում եւ խորհուրդ չեմ տա որևէ բան փոխել, որպեսզի ստացվի հենց իրիսին հատուկ այն շատ հաճելի կառուցվածքը, որը հենց բնորոշ է իրիս տորթին։ Տեսեք, ալյուրն ավելացնելիս կարող է թվալ, թե խմորը շատ թույլ է, բայց իմացեք, որ հենց այս կառուցվածքն էլ մեզ հարկավոր է, այսինքն պետք է, որ քսվող խմոր լինի, ոչ թե լցվող, որ ինքն իրեն հարթվի եւ այլն, ոչ, հենց այս կառուցվածքի։ Խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի ու թխում ենք 3 շերտ։ Առաջին շերտը պատրաստ է, թխեցի մոտ 7 րոպե 180 աստիճանով։ Թխել եմ ժողովուրդ վերևի եւ ներքևի ջեռուցումով, կոնվեկցիան չեմ միացրել։ Ժողովուրդ թխվելու ընթացքում, ովքեր առաջին անգամ են պատրաստում, իմացեք, որ խմորը լավ բարձրանում է, բայց չանհանգստանաք, հետո երբ խմորը լավ կիջնի, դա նորմալ է, պետք է իջնի ու ամբողջ տարածքով, ամբողջ մակերեսով նույն բարձրության լինի, ինչպես այստեղ է։ Երբ մոտավորապես 6 րոպեն լրանա, արդեն ստուգեք պատրաստ լինելը։ Ժամանակից շուտ հանկարծ դուրս չբերեք, անպայման ստուգեք, քանի որ այդ դեպքում կենտրոնական մասում հում է մնալու։ Երբ պատրաստ լինելը ստուգում ենք հենց կենտրոնը։ Մատով սեղմում ենք, եթե այստեղ մնացած տեղերի պես նույն խտությունն ունի, արդեն նույն կառուցվածքն ենք զգում, նշանակում է ամբողջը պատրաստ է։ Ժողովուրդ, չնայած որ կտրելիս ներսում շատ ծակոտիներ կան, բայց խմորն իհարկե շատ թեթև ու բիսկվիթային չէ, ավելի շուտ մի քիչ ռեզինանման կառուցվածք ունի, որը բնորոշ է իրիսկա տորթի, հենց դրա համար էլ իրիս են անվանում կամ իրիսկա, բայց իհարկե կրեմից հետո կառուցվածքը էլ ավելի է նրբանում, էլ ավելի հալչող է դառնում։ Որպես կանոն թուղթը դուրս են բերում, սառելուց հետո այս վիճակում ավելի հեշտ է դուրս գալիս։ Կրեմն ենք պատրաստում, մեզ հարկավոր է կարագ սենյակային ջերմաստիճանի, 2-3 րոպե առանձին կարագը հարում ենք։ Կարագը լավ հարելուց հետո գդալ առ գդալ, սկզբում քիչ չափաբաժիններով ավելացնում ենք եփված խտացրած կաթը։ Եթե ձեռքի տակ հենց իրիսկա տեսակի խտացրած կաթ կա, անպայման դա վերցրեք։ Օրիգինալ բաղադրատոմսում կրեմի մեջ ավելացվում է նաև մի քանի ճաշի գդալ ջնարակ, շոկոլադային համն ընդգծելու համար, բայց քանի որ այստեղ իրիսկա տեսակի խտացրած կաթ է, ինձ շատ դուր է գալիս հենց այդ համի գերակայումը, դրա համար ջնարակ չեմ ավելացնում։ Վերջում սիրում եմ նաև ավելացնել 1-2 ճաշի գդալ հայկական կոնյակ, համն ուղղակի աննկարագրելի է։ Կրեմն արդեն պատրաստ է, բայց հարիչը շատ հեռու չդնեք, դեռ պետք է գալու։ Տորթը հավաքում ենք սովորական տարբերակով՝ շերտ, կրեմ եւ այլն։ Որպեսզի կրեմը չկտրվի, որակով լինի, պետք է բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի լինեն։
Այս երկու շերտի համար համարյա ամբողջ կրեմն օգտագործեցի։ Ամենավերևի, ամենավերջին շերտի համար շատ քիչ եմ թողել, մոտ 2-3 ճաշի գդալ։ Տեսեք ժողովուրդ, այս մեր մնացած կրեմն է։ Հիմա սրան քիչ-քիչ հարելով ավելացնելու եմ էլի եփած խտացրած կաթ։ Ցանկալի է հենց իրիսկա ավելացնել։ Երբեմն նույնիսկ այս կրեմն էլ չեմ թողնում, այսինքն պատրաստում եմ ավելի քիչ կարագով կրեմ եւ վերևում միայն իրիսկա եմ քսում։ Պատրաստում ենք ջնարակը։ Որպես կանոն օգտագործում եմ սուպերմարկետներից կիլոգրամով գնված կակաոն, երբեմն նաև Grand Candy-ից։ Այս անգամ այս տարբերակն է, բավականին արտահայտիչ գույն ունի։ Շաքարավազ ենք ավելացնում, բաժակս 100 մլ է, այս բաժակի 2/3 չափով, այսինքն կեսից մի քիչ ավել։ Իրար հետ լավ խառնում ենք ու ավելացնում ենք սառը ջուր, ծորակից է։ Ավելացնում ենք 3-ից 4 ճաշի գդալ ջուր։ Քանակը հստակ երբեք չենք կարող ասել, քանի որ կակաոները տարբեր են ու տարբեր քանակի ջուր են պահանջում խտություն ստանալու համար։ Ուղղակի կողմնորոշվեք այս խտությամբ։ Հիմա դնում ենք եփվելու մարմանդ կրակով անպայման, պետք է ակտիվ եռ չլինի։ Հենց նկատեք, որ շուրջ բոլորը պղպջակներ են հավաքվում կամ մեջտեղում արդեն սկսում է բլթբլթալ, շատ կամաց, քանի որ ցածր կրակին է։ Նորից բարձրացնում ենք, ջերմաստիճանն իջեցնում ու դնում ենք կրակին։ Չենք թողնում, որ եռա։ Ու եփում ենք այնքան այս տարբերակով, մինչև կաթիլը որևէ մակերեսին դնելուց տեսնեք, որ էլ չի շարժվում, չի տարածվում։ Ամենավերջում 1 թեյի գդալ բուսայուղ ու 1 թեյի գդալ կոնյակ ենք ավելացնում, կրակից վերցնելուց անմիջապես հետո։ Այստեղ կոնյակը ոչ համի համար է, իհարկե նաև համի, բայց ավելի շատ կառուցվածքի համար է, որպեսզի ջնարակն ավելի ենթարկվող լինի, շատ չհոսի, հատկապես երբ մեծ տորթեր ենք ամբողջությամբ ջնարակով ծածկում, սա շատ կարևոր է։ Հետո կտրվածքն էլ ավելի կոկիկ է ստացվում։ Առանձին այս ջնարակի տեսանյութն ունեմ, պատրաստել ու ծածկել եմ մեծ տորթը։ Շատ չենք սառեցնում, մի քիչ կհովանա ու մի տեսակ ձգվող կառուցվածք կստանա։ Սա նշանակում է կարելի է օգտագործել։ Պատկերացրեք, նկարեցի, ավարտեցի ու գրատախտակը, որ կողքից դրված էր, շուռ եկավ տորթի վրա։ Ստիպված եղավ վերջին վերևի շերտը ամբողջությամբ փոխել, նորից անել։ Ուշադրություն չդարձնեք, այս պահին խմորեղենս շատ սառն է, սառնարանում 2 աստիճան է ու մի քանի ժամ այնտեղ է մնացել։ Հատուկ եմ թողել, որպեսզի հնարավոր լինի ուղիղ շերտեր կտրել եւ կոկիկ կտորներ ստանալ։ Հակառակ դեպքում նման շատ նուրբ ու շատ փափուկ տորթերի դեպքում բավական դժվար է կտրել ու ստանալ գեղեցիկ կտորներ։ Տորթը չափազանց քաղցր չի ստացվում, այսինքն քաղցր է, բայց չափի մեջ ու բալանսավորված։ Այստեղ ավելի շատ գերակայում է շոկոլադի եւ կարամելի համը։ Հրաշալի համադրություն է։ Այստեղ մի կարևոր խորհուրդ ունեմ ձեզ համար, հատկապես սկսնակները, երբ որևէ խմորեղեն են թխում, շերտերը հենց առանձին թխած ժամանակ գնահատում ու հուսահատվում են, կարծում են, թե լավ չեն ստացվել, ծանր են, մի տեսակ ռեզինանման են եւ այլն, քանի որ պատրաստի արդյունքը տեսել են ու գիտեն, որ այդպես չպետք է լինի։ Բայց իրականում իմացեք, որ շերտերի որակը պետք է գնահատել կրեմով հավաքելուց ու մի քանի ժամ թողնելուց հետո։ Այդ ընթացքում ներսում խոնավության վերաբաշխում է լինում ու շերտերի որակը էականորեն փոխվում է, անճանաչելիորեն է փոխվում, ժողովուրդ։ Այդ չեմ ասում, այս ընթացքում ծակոտիները բացվում են եւ իրականում խմորեղենը մի փոքր համեմատաբար նաեւ բարձրանում է։ Այդ չեմ ասում, որ առանձին շերտերը սովորաբար ցածր եզրերի պատճառով են շատ ցածր թվում։ Երբեմն փորձեք եզրերից մի փոքր կտրեք ու կտեսնեք իրական բարձրությունը։